Լուսարաուտին շարունակվում է, չկորցնենք ժամանակ, անցնենք մեր հաջորդ կարևոր թեմային եւ այսպես մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քաղաքացիական կրթության գործիքների ամենամյա Together 2026 տոնավաճառը, որը կազաշվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպվող դինամիկ հարթակ է հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ուսուցիչների եւ անհատների համար, ովքեր մշակում են կրթական նորարար մեթոդներ, խաղեր ու վարժություններ։ Միջոցառման նպատակի եւ արդյունքների մասին խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են ծրագրերի մշակման եւ ֆոնդահայթայթման ղեկավար Զարուհի Լավչյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Կազա հիմնադրամի երիտասարդական խմբերի համակարգող Վահե Սալահյանը, բարի լույս։ Բարի լույս։ Արդեն երրորդ տարին անընդմեջ է արվում սա, եթե չեմ սխալվում, եւ գիտեք ինչն է գրավիչ, հետաքրքիր, որ հիմնադրամը առաջնորդվում է ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ որսալ, այո, եւ դա ձեր մոտ հիանալի ստացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Երևի կարելի է շնորհավորել այդ առիթով ձեզ եւ մի մեծ թիմի, որովհետեւ այս ամենի շուրջ աշխատում են տարբեր մարդիկ, ովքեր որ չեն երևում, իրենց PR-ով այսպես ասած չեն զբաղվում, բայց սա մի մեծ ընտանիք է, որը համախմբել է մի կարևոր գաղափարի շուրջ։ Եվ ինչ ենք անում այս տարի։ Շնորհակալություն, իրականում իսկապես շատ ճիշտ նկարագրեցիք այն ինչ որ կատարվում է, իսկապես մոտ 40 հոգյանով թիմ է հիմնադրամում աշխատում ամեն օր, որ այսպես համատեղ միասին կարողանանք ծրագրեր անենք։ 3 տարին մի միջոցառում է, որը փորձում է համախմբել իսկապես տարբեր մարդկանց, ովքեր նույն գործով են զբաղվում, տարբեր մարդկանց, ովքեր նույն նպատակին են ծառայեցնում իրենց աշխատանքը, մենք փորձում ենք համատեղել թե հասարակական սեկտորի մեր գործընկերներին, բայց նաև մեզ ինչը մեր համար շատ կարևոր է համախմբել ուսուցիչներին, կրթության մասնագետներին, երիտասարդներին, ովքեր ստեղծագործում են եւս ի բարօրություն քաղաքացիական ունակությունների զարգացման միտված աշխատանք են նաև կատարում։ Իսկապես այս դինամիկ հարթակը երկու բառներ շատ կարևոր են։ Հարթակների մեծ կարիք ունենք մենք Հայաստանում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծածը իրար հետ կիսեն, երբ առաջին միջազգային նմանատիպ տոնավաճառ եղավ Հայաստանում, մենք ընդամենը 7 գործիք ունեինք Հայաստանում ստեղծված, որոնք ներկայացվել էին։ Այսօր հաշվում էինք 70-ից ավել, 74 գործիք ներկայացվեց այս մեր տոնավաճառի ընթացքում, ընդամենը մի քանի տարվա ընթացքում հսկայական աշխատանք է Հայաստանում արվել տարբեր կառույցների կողմից եւ կազայմա շատ կարեւոր էր այդ ամեն ինչը ցուցադրել եւ ստեղծել հնարավորություն իրարից սովորելու, այնպես որ իսկապես մենք շատ ուրախ ենք։ Վահե, որպես երիտասարդական խմբերի համակարգող, ինչպես եք գնահատում երիտասարդների մասնակցությունը եւ հետաքրքրությունը այս ձևաչափի նկատմամբ։ Վերջից գալով հետաքրքրությունը շատ մեծ է եւ տարեստարի ամբողջ Հայաստանում, բոլոր բնակավայրերում, որտեղ որ մենք մտնում ենք, աշխատում ենք, տեսնում ենք նրանց այդ ծառավ աչքերը, որ փնտրում են այդ ամեն ինչը, հարթակները, գործիքները ինչպես անելու, որովհետեւ մոտիվացիան կա, չնայած շատ հաճախ հնչում է, որ մի միտք է հնչում, որ երիտասարդները մոտիվացված չեն, հետաքրքրված չեն, պարզապես չեն կարողանում գտնել իրենց համապատասխան հարմար ուղղորդողներին, շատ ճիշտ եք, մենթորներին, որովհետև մենք ինքներս էլ ամեն օր աշխատում ենք որպես մենթոր նրանց հետ, իսկ մասնակցությունը իհարկե աշխատանք է, որը, այսպես ասեմ, դանային տակառի պես է, անընդհատ պիտի լցնես, անընդհատ պիտի աշխատես, որովհետև դժվար թե գա մի իդեալական պահ, որ ասենք Հայաստանում քանի 100,000 երիտասարդ որ կա, նրանք բոլորը մասնակցում են կամ ներգրաված են, դա աշխատանք է, որ մենք միշտ մեր առջև դնում ենք ու միշտ փորձում ենք ամեն տարի, այո, ձգտել ավելի լավ արդյունքների, թերևս այդպես ձևակերպեմ։ Մենք որոշել ենք, որ մենք փոխելու ենք այդ խոսույթը, որ երիտասարդները ոչինչով հետաքրքրված չեն, որտեղ մենք տեսնում ենք ուրիշ բան, շատ ենք լսում իսկապես ու խոսույթը փոխելով իրականության վրա էլ մի քիչ կազդենք, նաև իրականությունից կարողանանք այդ ռեսուրսը վերցնել, այնպես որ ինձ շատ կարևոր է ու կարևոր է որ երիտասարդները նաև վստահություն ունեն, որ իրանք եւս կարող են ստեղծել գործիքներ, որոնք կիրառվեն թե իրենց հասակակիցների շուրջ, բայց նաև իրենց ուսուցիչների շուրջ։ Մենք ունենք գործիքներ այս տարի ներկայացված, որ ուսուցիչը եւ իր աշակերտը միասին էին մշակել։ Ու երբ որ ասում ենք գործիքներ, դրանք եւ
խաղեր են, քվեսթային խաղեր են, դրանք սեղանի խաղեր են, ձեռնարկներ, հա, շատ տարբեր ֆորմատի են, ակտիվ խաղեր, դրանք քվեսթեր են, որ դասարանի շրջանակներում կարող ես անել, խաղ է, որը դու կարող ես երիտասարդական ակումբում անել, մենք հիմա երիտասարդական կենտրոններ, ակումբներ շատ ունենք Հայաստանում եւ ունենք մասնագետներ, ովքեր վերապատրաստում են ամեն տարի երիտասարդների հետ ինտերակտիվ մեթոդներով աշխատելու համար, բայց ինտերակտիվ մեթոդները նաեւ շատ կարեւոր է, որ լինեն ազդեցություն ունեցող մեթոդներ, որ կարող են իսկապես մարդուն դեպի գործը ուղղորդել, որտեղ մենք ասում ենք ներգրաված երիտասարդ, այդ երիտասարդն է, որ կարողանում է գործել մտքեր, գաղափարներ, ունենալ մոտիվացիա այդ գաղափարները իրականացնելու եւ հնարավորություն մյուսներին եւս վարակելու այդ ակտիվ իր դիրքորոշումներով ընդհանրապես կյանքի տարբեր ոլորտներից սկսած իր մասնագիտությունից վերջացրած իր համայնքից։ Ես կուզեի խոսել նաև ինչը շատ ինձ դուր եկավ եւ առանձնացրեցի, դա կենտրոնի գրադարանն էր, այդ ֆրանկոֆոնի տարածումը, որովհետեւ դա ամենաֆանտաստիկ բանն է, դա հնարավորություն է շփվելու տաղանդավոր հզոր եւ գիտելիքով եւ հոգեպես մարդկանց հետ, ովքեր որ քեզ կարող են տալ այն բանալիները դեպի հաջողություն, դեպի հեղինակություն, դեպի փոքրիկ հաղթանակներ, բայց հաղթանակներ։ Ովքեր են մենթորները, ովքեր են այն մարդիկ, ովքեր որ գալիս են հանդիպման մարդկանց հետ, մասնակիցների հետ, որովհետև իմ կարծիքով դա շատ կարևոր է։ Կապված մենթորության հետ ես մի երկու բառով եթե դուլ կտակ ասեմ, կենթանի գրադարանի հետ կապված թերևս Զարան շատ լավ կներկայացնի։ Մենթորները հենց մեր թիմի այն մարդիկ են, ովքեր ժամանակին, ինչպես դուք ակնարկեցիք, անցել են հենց այն ճանապարհով, որով այսօր մենք փորձում ենք նոր այս ոլորտում ակտիվացող երիտասարդներին ուղղորդել։ Այն մարդիկ են, ովքեր տարիներով աշխատում են համայնքների զարգացման ուղղությամբ ու ոչ թե գիտեն երիտասարդների մասին ինչ-որ բաներ, հա, այլ իրենք էլ են երիտասարդ եւ իրենք ամենօրյա ռեժիմով շփվում են ընկերոջ ձևով, ոչ թե վերադասի սկզբունքով, հա, որ ես ավելի փորձառու եմ, հիմա եկել եմ քեզ ինչ-որ բաներ սովորեցնելու, այլ ավելի հավասար։ Իրենք գիտեն ինչպես բացել այդ երեխաներին, չէ՞։ Ճիշտ այդպես, եւ բոլոր հնարավոր առցանց գործիքներով, դեմ առ դեմ RRS մեթոդներով կամ ձևաչափերով աշխատում ենք նրանց հետ ու ինքներս էլ ենք նրանցից ինչ-որ բաներ սովորում եւ շատ տարբեր են նաեւ մեր երիտասարդները, դա էլ եմ ցանկանում նշել, կապված Հայաստանի որևէ բնակավայրի կամ մարզի, այսինքն այնպես էլ չէ, որ մենք հստակ կարող ենք ասել հայ երիտասարդը այսպիսին է, որտեղ նրանք շատ տարբեր են եւ թեպետ շատ հաճախ խնդիրներով ու կարիքներով շատ նման են։ Այդպես է, չէ՞, մի միտք կա, որ բոլորս երջանիկ ժամանակ շատ նման ենք, բայց խնդիրներով տարբերվում ենք։ Թերևս այդպես պատասխանեմ, իսկ կենթանի գրադարանի մասով երևի ավելի լավ Զարան կասի։ Շատ կարճ փորձեմ, ինչի է կենթանի գրադարան նախ կոչվում, որովհետև այստեղ գրքերը կենթանի մարդիկ են, այս ասենք ուղղակի որտեղ ֆորմատը ձեզ ծանոթ է, ինչը շատ ուրախացնում է մեզ, եւ երիտասարդները հնարավորություն են դեռահասները, որովհետև տարիքը ահագին իջեցրել ենք նաեւ, որտեղ նաեւ Հայաստանի Հանրապետությունի հիմա 13-ից սկսած երիտասարդներ են համարվում օրենքով։ Եվ իրենք հնարավորություն ունեն շատ անհատական, շատ մտերմիկ, շատ բաց զրույցի մասնագետների հետ, այո, այդ փոքր խմբերով կամ անհատական հանդիպումներ են, ցանկացած հարց կարող են տալ մասնագետներին, մենք չենք սահմանել։ Իհարկե մենք ուզում ենք, որ մասնագետներին եւ մասնագիտություններին ծանոթանան դեռահասներն ու երիտասարդները, որովհետեւ շատ հաճախ միֆեր կան այդ մասնագիտությունների մասին եւ մենք ուզում ենք, որ իրանք իսկապես բոլոր են հարցեր, որ կամաչեին տալ իրենց ուսուցչին, կամաչեին գուցե տալ մեծ հարթակների ժամանակ, կարողանան այսպես նստել եւ ասել, զրուցել, հարցնել։ Մասնագետների անուններ չտամ, մենք 10-ից ավելի մասնագետներ կլինեն ու մոտ 80-ից ավելի երիտասարդներ կլինեն երիտասարդներ, կլինի դեսպան, կլինեն գինեգործներ, կլինեն թարգմանիչներ, դերասաններ, գրողներ, տարբեր տիպի մասնագիտություններ, որոնք այսօր բավական հետաքրքիր են եւ կարող են երիտասարդների համար իսկապես ճանապարհ բացել դեպի ապագա, քանի որ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Կազան ինքը նաեւ ֆրանկոֆոն կառույց է, դրա համար նաեւ ֆրանկոֆոնիայի հետ էս կապը կա եւ նաեւ խոսելու ենք թե ինչպես ֆրանսերենը լեզվի կարևորությունը, ընդհանուր առմամբ լեզվի կարևորությունը կարիերայի աճի մեջ եւ ինչպես այս միջմշակութային
միջմշակութային բացությունը եւ միջմշակութային ունակությունների զարգացումը եւս կարող է մարդու համար հսկայական մեծ հորիզոններ բացել։ Այստեղ շատ կարևոր է հարցը չի գնում, որ իրենք գնան Ֆրանսիա կամ արտասահման սովորելու, մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ Հայաստանում մնան եւ այստեղ արարեն եւ աշխատեն, բայց հնարավորություն տանք, որ այս բացությունը իրեն զարգացման որպես ռեսուրս եւս ծառայի։ Նաև գիտեք ինչն է հետաքրքիր, ես այս ամբողջ ընթացքում, երբ որ փորձում եմ հնարավորինս ուսումնասիրեի այս ֆանտաստիկ, պարոն, ինչ որ տեղի ունեցավ, ինչ որ դուք անում եք, այս տարիների ընթացքում ես վստահ եմ, որ ոչ թե սահմանը փակվում է 1 օրով տարվա մեջ, դուք ձևավորել եք շատ հզոր համայնք ու թե ՀԿ-ները, թե ուսուցիչները եւ թե երեխաները, բայց շատ շեշտը դնենք երեխաների վրա, իրենք պահում են կապը ձեր շնորհիվ, իրենք միմյանց մեջ փորձի փոխանակում ունեն։ Նույնիսկ եթե մեկը մեկին խորհուրդ տա, թե ինչ գիրք է կարդացել, սա արդեն մեծ հաղթանակ է իմ կարծիքով։ Ու երևի ամենամեծ ու կարևոր նպատակներից ձեր եղել է հենց այդ համայնքի ձևավորումը։ Այո։ Հիմնադրամը իրականում 30 տարին կնշի եկող տարին ու մեզ համար այ դուք սկսեցիք նրանից որ չենք տալիս ձուկ, տալիս ենք հնարավորություն ձուկ որսալու, մենք մի քայլ առաջ ենք նաև գնում, ասում ենք փորձում ենք համակարգը փոխել ձկնորսության ընդհանուր առումով ու ամեն մեկին դարձնել ռեսուրս, Վահեն մի փոքր ավելի մանրամասն կպատմի, մենք փորձում ենք հենց մարդը գալիս է մեզ հետ աշխատելու, փորձում ենք հետո ողջ կյանքի ընթացքում իր հետ աշխատել 6 տարեկանից սկսած հետո դեռահասության ծրագրերն են գալիս, հետո իրենք կարող են դեպի երիտասարդական ծրագրեր գնալ, հետո դեպի ձեռնարկատիրական ծրագրեր գնալ։ Մենք ուսուցիչների հետ ունենք հսկայական մեծ համայնք ունենք եւ շատ աշխատում ենք։ Հետո այդ ուղղություններով կարող են, այսինքն մենք փորձում ենք բոլոր տարիների ընթացքում իրենց հատկապես այդ փոփոխությունների շրջանում, իրենց տարիքային այս աճի տարբեր փուլերում իրենց առաջարկել, որտեղ մեր համար դա հսկայական ռեսուրս է, հսկայական պոտենցիալով մարդիկ են, ովքեր մեզ հետ քայլում են կամ մենք ենք իրար հետ քայլում, իրանք են մեզ հետ քայլում ու փորձում ենք այս շարունակականություն իսկապես ապահովել, լրիվ համաձայն եմ, որ բոլորիս համար է կարևոր այդ ռեսուրսը կուտակել։ Եվ մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ գլոբալ ասած Հայաստանի հյուսիսը երբևէ չի եղել Հայաստանի հարավում եւ հակառակը։ Երիտասարդների երեխաների մասին ենք նաև խոսում։ Հա, այսինքն ընդհանրապես գիտեն, լսել են, որ օրինակ համար կա Մեղրի, կա Կապան կամ կա Գորիս եւ կա Գյումրի կամ Ալավերդի։ Մենք նաև հենց այդ խնդիրն ենք փորձում լուծել, ցեմենտելու դերն ենք փորձում խաղալ, երբ որ նույն մեր տարատեսակ կրթական ձևաչափերի դասընթացների ժամանակ մենք ոչ թե սևեռվում ենք կոնկրետ որևէ մարզի կամ բնակավայրի վրա, այլ փորձում ենք համալիր ներկայացվածություն ապավել Հայաստանի ողջ տարածաշրջանից, որտեղ որ Գորիսեցին մտերմանում է Ուցրաձորցու հետ, Գյումրեցին Գավառցու հետ եւ այսպես շարունակ ու արդեն մենք այդ կայծը տվել ենք, մեկ էլ տեսնում ենք, որ նրանք իրար հրավիրում են իրար տուն, իրանք իրար հետ գնում են որևէ թանգարան, գաղափարներ են իրականացնում, վայքում արշավ են կազմակերպում, հրավիրում են, ինչ ասեմ, ապարանցիներին կամ գառնեցիներին եւ այսպես եւ այսպես շարունակ ու դրա համար ենք մենք նաեւ իդեպ դա դոնորի տեսանկյունից էլ կամ մեր գործընկերոջ տեսանկյունից էլ երբեմն կարող է չկարողանանք այդպես ցույց տալ որպես չափանիշ, հա, ծրագրի արդյունավետության, բայց դա մեր համար չգրված չափանիշներ են, որ մենք անընդհատ ուշադրություն ենք դարձնում դրան, որ գոնե ծրագրերի ավարտից հետո, միջոցառումների ավարտից հետո նրանք իրար համար հանդիսանան որպես երկարաժամկետ ոչ միայն ընկերներ, այլև գործ ընկերներ, որտեղ մենք իրոք խնդիր ունենք ու կարիք ունենք կոլեկտիվ համագործակցելու, կոլեկտիվ մտագործունեություն ունենալու, կոլեկտիվ թիմային աշխատանք տանելու շատ մեծ Լիովին համակարծիք եմ ձեզ հետ, որովհետև կա թյուր կարծիք, որ մեզ մոտ ավելի լավ շախմատն է ստացվում, քան ֆուտբոլը, որովհետև մենք թիմային աշխատել այդքան էլ լավ չգիտենք, մենք բոլորս անհատ ենք։ Ու նաև ինչ եք ես այս ընթացքում մտածում, ես 36 տարեկան եմ, չեմ թաքցնում դա, երբ որ ես 13 տարեկանի, 14 տարեկանի նման ծրագրերի կարիքը այնքան մեծ էր ու ես վստահ եմ որ եթե շատ լինեին նմանատիպ ծրագրեր, ես վստահ եմ որ շատ բան այլ կերպ կլիներ իմ կյանքում ու շատ այլ երիտասարդների, ովքեր որ հիմա տարբեր բնակավարներում ենք կյանքի տարբեր փուլերում ենք։ Նոր տարիքային խումբ ստեղծեք, խնդրում եմ տարեկան։ Այսեք ժամանակին 18-ից էինք սկսում աշխատել, բայց մի քանի տարի առաջ մեր գործընկերների
երեխեքների համար եւս ոլորտի մասնագետների համար հստակ դարձավ, որ ուշ է 18 արդեն ձևավորվածության այն մակարդակը կա, որ ավելի քիչ կարող ես ազդել ու մենք արեցինք ամեն ինչ, որ հնարավորինս իջեցնենք մեր ծրագրերում, մեր սաների, մեր շարու չենք սիրում ասել, մեր ընկերների տարիքը եւ հիմա 13-ից սկսած կան ու շատ մեծ ցանկություն կա երեխեքի մոտ մասնակից լինելու, դրա համար նաեւ մենք էլ մեր գործընկերների հետ, դրսում գործընկերների հետ միշտ խոսում ենք այն մասին, որ երեխեքի հետ սկսում ենք աշխատել ավելի շուտ ու ֆանտաստիկ արդյունքներ են ցույց տալիս, իրենք միշտ իրանցից սովորելու բան կա անընդհատ։ Ընդ որում սա զուգահեռ գնաց նաև Հայաստանում երիտասարդական ոլորտի վերջին փոփոխությունների հետ, երբ որ մենք դարձալ մեր ողջ գործընկերային կազմով կարողացանք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ երիտասարդի տարիքը իջեցվեց մինչև 13, իսկ վերին շեմը հասցրինք մինչև 35-ի, ինչը եւս կարևոր է ու թույլ է տալիս այսօրվա երիտասարդներին ներգրավել նրանց ակտիվացնելու, տարբեր ունակություններով զինելու process-ների մեջ, ինչը եւս շատ հատկանշական էր։ Շատ կարևոր բան է, ասում հնարավորություն պիտի շատ լինի եւ հասանելի հնարավորություն, այստեղ բանալի բառ է հասանելին, որ չմնա միայն մեծ քաղաքների երիտասարդների համար, անպայման գնալ դեպի հեռավոր համայնքներ, փոքր համայնքներ, ակտիվացնել, բերել, կապել, որտեղ այդ կապն էլ շատ կարևոր է։ Չեմ կարող ասել, որ քիչ են նմանատիպ հնարավորություններ, իսկապես բոլորս փորձում ենք այդ հնարավորությունները շատացնել, բայց այդ հասանելիության հարցը մաքսիմալ պետք է լուծենք, որ ոչ միայն են երեխեք, որ անընդհատ նույն ծրագրերում են, բայց նաև երիտասարդներ, ովքեր գուցե երբեք այս տիպի ծրագրերում չլինեն, բայց մի ծրագրի մասնակցությունը կյանքը փոխող մեծ փորձառություն լինի, այո։ Նամանդ ես կարծում եմ, որ սա ավելի շատ չնեղացնելով Երևանը, երևանցուն, Երևանի բնակիչներին, Երևանի երիտասարդությանը, ՀԿ-ներին ու ուսուցիչներին, սա շատ ավելի մեծ ու կարևոր զարգեն է մարզի նույն ՀԿ-ներին, մանկավարժներին ու երեխեքին, որովհետև այնտեղ կյանք ամբողջովին այլ է, չենք կարող ընդհանրապես համեմատել Երևանի հետ ու էլ ինչն է ինձ դուր գալիս է ամեն ինչի մեջ, որ երբ որ շփվում է կապանցին Երևանցու հետ, Երևանցին շատ բան ունի սովորել կապանցուց, երբ որ կապանցին շփվում է, չգիտեմ, ինչպես նշել Քյավառցու հետ, նրանք միմյանց հետ ուրիշ քիմիա է ստեղծում եւ ուրիշ գաղափարներ, սա պարզապես ֆանտաստիկա է, սա հրաշք է, սա մեր իրականությունն է։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Իրականում ահռելի մեծ աշխատանք է տարվում ու կտարվի վստահ եմ։ Շնորհակալություն ձեր ընկերներին, գործընկերներին, համախոհներին, ընկերներին, բոլորին, ովքեր որ այս գաղափարի շուրջ են, որովհետև իսկապես հնարավոր է, այո, հնարավոր է ստանալ, հնարավոր է հասնել, հնարավոր է ձեռք բերել, հաղթել միմիայն նմանատիպ ընկերությունների, ՀԿ-ների մարդկանց շնորհիվ։ Շնորհակալ ենք շատ ու ձեր հիմքում մարդն է ամենակարևորը։ Միշտ հիմքում, կենտրոնում, տեսլականում միշտ մարդը իր ամբողջ էությամբ եւ ուժով, այո։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն են ծրագրերի մշակման եւ ֆոնդահայթայթման ղեկավար Զարուհի Լավչյանը, Կազա հիմնադրամի երիտասարդական խմբերի համակարգող Վահե Սալահյանը։ Այսպիսի ֆանտաստիկ մարդիկ կան մեր իրականության մեջ, որոնց հետ մենք փորձում ենք խոսել, որոնց փորձում ենք բացահայտել, որոնց գործունեությունը փորձում ենք այս 15 րոպեների ընթացքում մանրամասն հնարավորինս փոխանցել ձեզ ու ասել, որ այո, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կստացվի եւ նրանք էլ այն մարդկանցից են, ովքեր փաստում են, որ մեր երիտասարդությունը շատ ուժեղ է, խելացի եւ համարձակ եւ այո, մենք կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում ենք։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր։ Ձեզ նույնպես շատ։ Այսքանով լուսարավոտին ավարտվեց, մնացեք լավ, մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ։ Իդեպ այս եւ այլ մեր հարցազրույցները կարող եք գտնել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ձեզ լավ օր։